Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում ծովից ծով փոդքասթի հերթական թողարկումն է, ձեր հետ Երևանից Ռուբեն Մելիքյանն է եւ Հյուսիսային Կալիֆոռնիայից Աղասի Ենոքյանը։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան։ Բայց փաստորեն ոնց որ թե դու ես Հյուսիսային Կալիֆոռնիայի իմ օֆիսում։ Մի տեսակ հաստատավորություն է։ Մի շաբաթ առաջ ես տեղ էի, դες ոնց որ տեղից չեմ հեռացել։ Ես հիմա Նևադայում եմ սահմաններում, բայց դու ես ոնց որ թե ուրիշ տեղ։ Ես Նևադայում եմ հիմա, բայց դա մեծ ազատության մեջ ես, բայց չէ։ Խնդիր չկա։ Ի տարբերություն Վարդան Ղուկասյանի։ Վարդան Ղուկասյաններից մեկի։ Վարդան Ղուկասյաններից մեկի։ Այս հայրեն ասած դոգի։ Այո, այս շաբաթ շատ ծավալուն հետաքրքիր իրադարձություններ էին, որոնք կապված էին այդ թվում նաև Վարդան Ղուկասյաններից մյուսի հետ, Գյումրիի արդեն քաղաքապետի, արդեն ընտրված, արդեն պաշտոնակալման արարողությունը, ինագուրացիայի արարողությունը անցած, բայց մենք հերթով այդ բոլոր հարցերին կանդրադառնանք այս շաբաթվա, մինչ այդ մեր հարգելի քաղաքացիներին խնդրում ենք, որպեսզի անպայման, եթե հնարավորություն իհարկե ունեն, տեսնեն այդ դաշտում, համապատասխան դաշտում օգնելու հնարավորությունները, մեր անտիֆեյքի գործընկերներին հնարավորության դեպքում օգնեն, դուք նաև մեր հաղորդման տեխնիկական կողմի վրա եք համոզվում, որ այն օգնությունը, այն տարբեր ձևաչափերով, տարբեր հարթակներով ուղարկվող օգնությունը աջակցությունը անտիֆեյքին միանգամից տեսանելի է դառնում ձեզ համար եւ նաեւ լավ այս անգամ ես ասեմ Աղաս ջան, որ մենք միանգամից արդեն թեմաներին անցնենք, քանի որ անտիֆեյքի մեր գործընկերների մյուս բոլոր պրոդուկտների կողքին նաեւ մեր ոդքասթն է, ասեմ, որ եթե ուզում եք օգնել նաեւ առաջ մղմանը այդ պրոդուկտների, կարող եք լայքել, շեյրել եւ դրանով դուք հաստատ օգնած կլինեք մեր գործընկերներին եւ մեր ոդքասթին մասնավորապես։ Մենք յուրաքանչյուր շաբաթ Աղասի հետ քննարկում ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները սինոպտիկ եղանակով տարբեր դիրքերից, Երևանից, Սփյուռքից եւ փորձում ենք մեր որոշակի նկատառումներով կիսվել ձեզ հետ։ Հիմա այս շաբաթ մենք տեսնում ենք, որ գնալով աճում է ԿՊԱ-ականների լարվածության աստիճանը։ Խաչատուր Սուքիասյանի ջղաձգումները այդ խայտարակ այսպես վարքագիծը լրագրողների եւ մասնավորապես ֆակտորի լրագրող Նարեկի նկատմամբ ազգային ժողովի քննարկումների ժամանակ էլ չեմ ասում Նիկոլ Փաշինյանի հետ նույնիսկ դժվար է բառերով դիմել, բառերով ներկայացնել, թե դա ինչ է իրենց ներկայացնում, այդ վարքագիծը, այդ ոչ adekvat վարքագիծը։ Դու Աղաս, ինչով ես դա պայմանավորում։ Այդտեղ ինչ-որ օրինաչափություն տեսնում ես։ Կարծում եմ Նիկոլի համար առաջերտին մեծ հարված էր ուրեմն Գյումրիի ընտրությունների արդյունքը, որտեղ նա բոլոր տեսակի գործիքները օգտագործելով այնուամենայնիվ չկարողացավ հաջողության հասնել։ Ես կարծում, գիտեք, փաստորեն շատ լայն կոալիցիա դուրս եկավ իր դեմ եւ նա չկարողացավ այս կոալիցիայից կարծեմ թե երկու ձայներ չէ անհրաժեշտ 3 ձայներ պակասեց 3 ձայներ պակաս 14 ուներ 17 էր պետք 19-ն էլ ուներ ընդդիմության 4 ուժերի գումարային կարգով 3 ձայն փոկել այն դեպքում որ այս ընդդիմության մեջ կային շատ լուրջ հակասություններ անգամ թշնամանք բայց անգամ այդ պայմաններում ուրեմն Նիկոլի չհաջողվեց այդտեղ հասնել հաջողության Սա լուրջ ուրեմն գործիք է, լուրջ փորձարկում է նրա համար։ Մյուս կողմից էլ ես տեսնում եմ բազմաթիվ արդեն բողոքի ելույթներ Երևանում, ուրեմն արցախցիների արդեն չհանգող բողոքները, Բաքվում ընթացող այդ դատավարությունների, այդտեղ գտնվող պատանդների ազատ արձակման համար փողոցային գործողություններ, նույնիսկ ինչ որ արդեն տնտեսվարողների
բողոքի այդ ակցիաներ կան, հա, Երևանում, այսինքն բազմաթիվ, բազմաշերտ, այսպեսի զարգացումներ, որոնք որ ի վերջո կարող է հանգեցնել ուրեմն ինչ-որ բանի։ Ինչ-որ բանի, հա, լավ ձևակերպեցին, որտեվ խոսենք այդ մասին, թե հիմա երբ եւ ինչի կարող է հանգեցնել։ Հա, հիմա մինչև այդ ինչ-որ բանին անցնելը մի հատ փորձենք տեսնել, թե այնպես չէ՞ էլի, որ տենց շատ հարթ է ամեն ինչ ընթանում եւ նրանք ամեն կերպ փորձում են հակազդել։ Այ օրինակ նույն Գյումրիի ընտրություններից հետո այս շաբաթ 4-շաբթի օրը ընտրություններ եւ մինչեւ 3-շաբթի օրը եւ կարծում եմ նաեւ 4-շաբթի օրը զգացվում էր, որ տեղեկատվական դաշտում նրանք ամեն կերպ փորձում էին բզբզալ ամեն ինչ անել, որպեսզի Գյումրիի այդ ընտրությունը չկայանա։ Նրան էր բանը հասել, որ սա զավեշտ է, էլի։ Նրան էր բանը հասել, որ Արամ Եվրոյի Սարգսյանը, որը որ որևէ խնդիր չի տեսնում իր եղբոր արձանը Շուշիում պղծելու հանձնած մարդկանց հետ համագործակցության մեջ, պաշտոնական համագործակցության մեջ, օրինակ Երևանի ավականու մակարդակով, որևէ խնդիր այդտեղ չի տեսնում եւ Թասիբի մասին այդ մարդը երևի թե երբեք կյանքում չպետք է խոսի այլևս։ Նա դրում Թասիբի էր փորձում բերել Մարտուն Գրիգորյանին, որպեսզի նա Վարդան Ղուկասյանին չքվեարկի։ Այդպիսի տեխնոլոգիաների են դիմում տարբեր ձևերով, համուզելով, տեղեկատվական գրոհներ իրականացնելով եւ այլն։ Արցախցիների մասով ասեմ։ Տեսեք, արցախցիների ձայնը որ սկսեց բարձրանալ, սկսեցին օգտագործել այնպիսի այդ ես շատ կդժվարանամ էլի, շատ ցիվիլ ձևով ասել, ինչ որ Արտուր Օսիպովների, որոնց ես շատ լավ եմ ճանաչում Արցախից, մարդիկ, որոնք մեծ դեր ունեն Արցախի, չգիտեմ, Նիկոլի կողմից Արցախը գրավելու, որտեղ մինչև Ալիևի գրավելը Նիկոլն էր Արցախը գրավել, այդ մասով, անընդհատ ջուրը պղտորելու, այդ պլաստինկան թալան, այսինքն այսօր դրա մասին են, այդ է խնդիրը։ Մի խոսքով, այդ մարդկանց միանգամից խաղի մեջ մտցրեցին եւ մեծ հաշվով իշխանությունները այնպես չի, որ ձեռքերը ծալած նստած են, հաստատ ինչ որ բաներ են այս պահին ծրագրում, միաժամանակ որոշ դեպքերում նաեւ իրականացնում են ուրբաթ օրվա այդ Արցախի ներկայացուցչության ցույցի, ես չեմ ասում բոլոր մասնակիցներին, ամեն դեպքում որոշ կազմակերպիչներ, մասնակիցներ ակնհայտ ուղղորդված էին եւ գիտեք ինչն է հետաքրքիր, այ հիմա հստակ ցուցիչ կա։ Նրանք ովքեր որ լրագրողների նկատմամբ թշնամանքով են վերաբերվում, Խաչատուր Սուքիասյանը կլինի, այդ Օսիպովները կլինեն եւ այլն։ Նրանք մեկ կենտրոնից ղեկավարվելու տպավորությունն է իմ մոտ թողնում։ Այսինքն նիկոլիզմի նոր հատկանիշ է դառնում մամուլի ներկայացուցիչների նկատմամբ անարգանքը, թշնամանքը, զզվելի վերաբերմունքը։ Ես գիտես կարծում եմ մամուլի մասին առանձին մենք խոսենք, հա, բայց միջև այդ արցախցիների հետ կապված ես տեսնում եմ երկու հիմնական միտում, ուրեմն ամեն ինչ արվում է, որպեսզի նրանց շարժումը ապաքաղաքականացվի։ Այսինքն խոսք է գնում նյութականացվի, արի այդ բառը նյութականացվի, այսինքն ամեն ինչ արվում է, որ այդ մարդիկ ասեն մեզ հաց տվեք։ Մենք հաց ենք ուզում, մեզ ուրիշ բան չի հետաքրքրում եւ մենք ուզում ենք թալանի հետ բերում, այդ թալանի հեքիաթի շարունակությունը։ Դա ընդհանրապես անհեթեթություն է, որովհետեւ ուրեմն եթե ինչ որ թալանի մասին է խոսքը, հա, թալանը եղել է մեկ այլ պետության մեջ եւ խոսքը պետք է գնալ այդ պետությունում ուրեմն քննարկելու մասին, հա, մեկ եւ երկրորդ այն մարդիկ ու որ առաջնահերթ մեղադրում են, այդ մարդկանց մեղադրում են նաեւ Բաքվում, հա, ուրեմն ինչ է ստացվում, պաստորեն հին ադրբեջանական խոսք է, չէ՞ որ ձեռքը ձեռքա լվում, երկու ձեռքը նստատեղ։ Պաստորեն հենց այս խաղի մեջ են մտել։ Տիրապետում ես դու հին ադրբեջանական ասույթներին, ես ասույթին։ Դե հենց այդ է հարցը, այս թալանի այդ միֆական այդ թալանի բանը, այդպես
Հիմա խոդի են գցել, բայց ես չգիտեմ դա աշխատում է թե չի աշխատում, մանավանդ որ նախորդ շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկն էլ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման եզրափակիչ մասի հրապարակումն էր, որը վերաբերում էր հայտնի այդ անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ վերաբերյալ օրենքի սահմանադրականությանը, որով որ մտնում են մարդկանց դեմ քաղաքացիական դատարաններ, իրանց հակակոռուպցիոն, իրանց ստեղծած հակակոռուպցիոն դատարան, իրանց նշանակած դատավորները եւ այդ օրենքը մասնակիորեն ոչ թե հակասահմանադրական ճանաչվեց, այլ ճանաչվեց դե յուրե սահմանադրական, բայց դե ֆակտո այն ամենակարևոր դրույթները, մասնավորապես թե մինչև երբ կարող են նայել մարդկանց գույքը, թե ինչ կապ պետք է ունենա առաջադրված քրեական մեղադրանքների հետ, այդ մասով որոշակի կարևոր դատողություններ արվեցին Սահմանադրական դատարանի կողմից եւ կարծում եմ այս դատողությունները շատ կարևոր դեր կունենան այդ թալան-թալանի հեքիաթը չեզոքացնելու համար ի դեպ ասեմ։ Այդ թալանը արդեն չի աշխատում ոչ մի ձև։ Ես ճիշտ ասած այսօր տեսա նախկին վարչապետ Հրատ Բագրատյանի մի գրառումը, որտեղ որ ցույց էր տալիս, որ այդ քյաբաբ որ պետքա վերադարձնեն, չէ, բարձում է ոչ մի քյաբաբ էլ չեն վերադարձրել։ Այսինքն վերցրել են մարդկանցից այդ գույքը, բայց բարձում է գույքը, փողը եւ այլն, բայց բարձում է դրանք բյուջե չեն մտել։ Բա ուր են մտել։ Չգիտեմ։ Նա ցույց էր տալիս թվերով, որ բյուջեում ինչ ավելացում որ եղել է, այդ ավելացումը եղել է ոչ թե թալանը հետ բերելու հաշվին, այլ եղել է վարկեր վերցնելու հաշվին։ Այ քեզ բան։ Այդքան բան։ Բա ես էլ մտածում եմ ռեյնջը որ թիվեր 2005-2006 ռեյնջը որ վերցրեցին, արդեն խնդիրները լուծվեցին։ Ես տարօրինակ բան ես ասում, ես հատված եմ ասածից։ Ուր են մեր քյաբաբները, չեմ հասկանում։ Այդ ամբողջ խնդիրը։ Չէ, ամենահետաքրքիրն այն է, որ այդքան թալանը հետ բերելուց հետո ես կարծում եմ ժողովրդի կենսաբանկարդակը չի բարձրացել, չէ։ Ախր նենց են անում, չէ, լուրջ եմ ասում, նենց են անում, որ է ժողովուրդը վեկանա դուրս գա փողոցներ ու պահանջի թալան։ Ասի ժողովուրդ թալանեք, ոնց որ թե որ թալանում եք ամեն ինչ լավ էր։ Այդ պայմանական ասած էլի, որ այն որ անունը դրել եք թալան, այդ որ տենց այդքան ասում են թալան, ոնց որ այն ժամանակ լավ էր, հիմա ոնց որ վատ է։ Դրան են հասնելու վերջը սրանք էլի։ Ու գիտես ինչն է հարցը, տես, խոսում են անօրինական ճանապարհով ստացված գույքի մասին, չէ՞, ոչ մեկ չի խոսում այդքան մարդու արդար քրտինքը թշնամուն թողնելու մասին։ Այն ինչի մասին խոսում են նույնիսկ իրանց ամենամեծ թվերով, դա անգամ 10%-ը չի կազմում, այն ամբողջ հարստությունների, էլ չեմ խոսում հոգևոր արժեքների մասին, եկեղեցիների մասին չեմ խոսում, այլ հոգեբանական տրավմաների մասին, զոհվածների մասին չեմ խոսում, այդ հələ այս բանին չեմ խոսում։ Միայն գույքայինն եմ ասում։ Այդքան օրինական ճանապարհով ձեռք բերված գույք այս մարդկանց պատճառով թողնվեց խալխին։ Դրա մասին չեն խոսում։ Դե փաստորեն դա կարծես այդ հարցը պետք է ուրիշը բարձրացնի։ Դա Նիկոլի ագենդան չի, Նիկոլի օրակարգը չի, չէ՞։ Ուրեմն պետք է գիտես, արցախցիների այս գլուխ բարձրացնելը կարծում եմ process է, որը ժամանակ պետք է գնա։ Ես աշխատել եմ, լավ գիտեմ, այդ մարդկանց հոգեբանությունը որոշակիորեն տարբերվում է Երևանի կենտրոնում ապրող մարդկանց հոգեբանությունից։ Այսպես ասենք, մայրաքաղաքային, Երևանյան մայրաքաղաքային հոգեբանությունից։ Այո, շատ նման է մեր շատ մարզերում, բայց նրանց էլ հստակ դες մեկին մեկ չի բռնում։ Շատ յուրահատուկ է իրականում արցախյան հոգեբանությունը։ Հատկապես հիմա, որ այդ ամեն ինչին գումարվել են նաև այսքան տրավմաներ։ Իսկ թվում է պետք չի այս պահին ակնկալել, որ շատ արագ ճշգրիտ ձևակերպումներ են լինելու, ամեն դեպքում process-ը ընդհանուր առմամբ դրական է, եւ ինչքան էլ փորձեցին պղտորել, ինչքան էլ փորձեցին, ինչպես դու ես ասում եւ շատ ճիշտ ես ասում, դա պահել այնտեղ մի կտոր հաց պահանջելու տրամաբանության մեջ, այդպես չի, եւ դրա ցուցիչն էլ հենց այն է, որ ստիպված խաղի մեջ մտցրեցին այդ Օսիպովներին։ Այդ մարդկանց, որոնք որ Արցախում էին, Արցախի մեջքին հարվածում եւ օգնում նիկոլականների կողմից Արցախը գրավելուն 19 թվականին, 20 թվականին։
Մի խոսքով, այդտեղ ինձ թվում է մի քիչ համբերություն է պետք, որպեսզի Արցախյան ուժերը կարողանան ավելի հստակ, ավելի հասկանալի, նաև իրենց հիմնական լսարանի համար հասկանալի ձևակերպումներ տալ, պահանջներ ներկայացնել, որը process է։ Այս կարծում եմ պետք է այս արձանագրումը։ Գիտես, ես կարծում եմ սրան պետք է ավելացնել այն գործոնը, որ այդ մարդիկ իսկապես օրվա հացի խնդիր ունեն։ Միանշանակ։ Այսինքն իրանց համար այդ 40,000 դրամը շատ մեծ նշանակություն ունի։ Նրանց համար շատ դժվար է, ասենք, բացատրել, որ արի եկեք դիմացեք, հա, ինչ-որ տնտեսական պայմաններ մի դրեք, հացի պայման մի դրեք, քաղաքական հարցեր դրեք։ Չէ, մի վարքյան, որևէ մեկը նման բան չի ասում։ Որևէ մեկը չի ասում, որ դուք տնտեսական պահանջներ մի դրեք, 40+10-ի հարց մի դրեք, դա ոչ մեկ չի ասում։ Խնդիրը այլ է։ Միայն դա լինի պահանջը, թե պահանջները ներառեն նաև այլ հարցեր։ Խնդիրը բացառապես սա է։ Ես կարծում եմ, որ նրանց բացատրում են, որ եթե փորձեք ուրիշ հարցեր էլ բարձրացնեք, ձեր այս հարցը չի լուծվի։ Սա Նիկոլի Թունած հայտնի գործիքներից է, ես կարծում եմ, այս հարցը հաստատ նրանց մեջ տարածվում է։ Դե հա։ Ամեն դեպքում գիտես, երևում է, որ Հայաստանում վիճակը բավականին այսպես էփվում է, մյուս կողմից երևում է, որ այսօր մի էլի շատ հետաքրքիր գրառում կարդացի, որ փաստորեն հիմա դառել է Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Ադրբեջանը։ Այսինքն Նիկոլը դրել է այն վիճակի մեջ, որ փաստորեն Ադրբեջանը կուզենա պատերազմ կսկսի, չի ուզի չի սկսի։ Դա ուրեմն մեր իրական Հայաստանը սա է։ Այսինքն անվտանգության խնդիրը շատ սուր է կանգնած եւ դրա համար տեսար, որ Նիկոլա իր այդ Եվրո դիվիժններից հրաժարվեց, չէ, երբ որ գնացել էր անտերական, չգիտեմ, Վաշինգտոնից մինչև տարբեր ուրեմն ինչքան հավաքներ կային, ամենտեղ գնում իրան մեջ էր գցում, ասում էր եկեք ինստիտուցիոն արեք։ Էնդոկրինոլոգների հավաքին էլ է գնալու, ասում են։ Հա, մոտավորապես էլի։ Եվ հիմա վերջնական որոշեց, որ գլուխակախ ուրեմն պետքա գնա այդ մայիսի 9-ի շքերթին մասնակցի, չէ՞։ Չնայած որ, ասենք, Եվրոպայից բոլորին, ոչ Նիկոլի համար, նո առաջերտին, ասենք, այդ Ֆիցոյի համար բան, ասել են, որ այնտեղ որ գնալու եք, դա շատ վատ է լինելու ձեր ուրեմն եվրոպական ապագայի համար, հա։ Հիմա ուրեմն մի կողմից դնում է ինչ-որ հարակվեի օրենք ընդունում, մյուս կողմից Եվրոյին միանալու։ Եվրո օրենքը, էլի, այդ Եվրոպա։ Եվրո օրենքն ընդունում։ Անունը դնենք Մոնիկա Բելուչիի օրենք։ Այսինքն Մոնիկա Բելուչին ցանկանալու օրենք, էլի, որտեղ իրականում միակողմանի ցանկությունն է, որևէ ազդակեն տեղից չկա, Եվրոպա լուրջ խնդրի մեջ է, լրջագույն խնդիրների մեջ է։ Ասենք ես մինչև հիմա չեմ հասկանում սրա այս որ տրամաբանությունն է, էլի, ինձ սովորացրել են, որ այդպես Արիստոտելի ժամանակներից սկսած ինչ որ մտքի կանոններ են եղել, տրամաբանությունն է ձևավորվել, որը բոլոր տեղերում լուսնի վրա էլ է նույն տրամաբանությունը, այնտեղ չգիտեմ, ուրիշ համակարգերում էլ է, բայց փաստորեն Հայաստանում այդ տրամաբանությունը չի աշխատում, որովհետև դու կարաս միակողմանի ինչ որ բաներ ուզես ու անունը դնես, որ սա օրենք է։ Դրա օրենքը ո՞րն է։ Ո՞րն է դրա օրենքը։ Դա նրանից է, որ դու հնաձև կրթություն ես ստացել, իսկ հիմա կրթությունը նորաձև է եւ նորաձև կրթության մեջ Արիստոտելյան տրամաբանությունը կամ չգիտեմ, ֆորմալ տրամաբանությունը չի աշխատում, այլ աշխատում է Նիկոլյան տրամաբանություն, որը որ ասում է, ես ուզում եմ սենց, ուրեմն դա տենց է։ Մենք տեսնում ենք, չէ՞, ամեն ինչով ասում է, ինչքան ես Հայաստանի անկախությանը վնասում եմ, այնքան Հայաստանի անկախությունը բարձրացնում եմ։ Չգիտեմ, ինչքան ես Հայաստանի անվտանգությանը վնասում եմ, այդքան ես Հայաստանի անվտանգությունը։ Էսա։ Դա։ Լավ, երևի մեր հաղորդման վերջում էլ անդրադառնանք Գյումրի իրադարձություններին, չորեքշաբթի օրվա եւ նաեւ շաբաթ օրվա ԿՊ-ն չմասնակցեց ամբողջ կազմով այդ առաջին նիստին, որտեղ որ քաղաքապետեր ընտրվելու քո պատկերացմա պատճառը ո՞րն էր։ Դե պատճառը այն է, որ չգիտեմ, նեղացած են մի կողմից, մյուս կողմից իրենք փորձելու են
ժողովրդից, ինչպես միշտ։ Դա իրաք չեն ասում, ժողովրդի ասածը մեր համար օրենք է, ժողովուրդը ինչից են նեղացած, ինչ է նշանակում նեղացածը։ Դե Ես իրականում կողմից ես կարծում եմ, ասա դու երևի շատ կարճ բան եմ ուզում ասել, որ սա նաև ցույց է տալի իրենց իրական վերաբերմունքը ժողովրդավարությանը։ Այսինքն մարդիկ որոշել են, այսպես պետք է լինի, ընդ որում դա այնքան միանշանակ է, ինչ ասես այդ ռեպրեսիաները հստակ աշխատում էին։ Ես չեմ ասում թե այդ 17000 ձայնը, որ ԿՊ-ն արձանագրվել է, դա ինչքանն է իրանց։ Ես ասում եմ թե ինչպես են նրանք աշկները 4 արած հետևել, որ ընդդիմադիր որևէ տեխնացու, որևէ թեթև խախտում անգամ չանի։ Այդ տատիկների գործը մեզ փեշքեր շուտով ինձ թվում է դատարանում մենք կունենանք այդ գործը, որտեղ իրենց շատ կներեք թքածը չեն լզելու եւ այդ գործը չեն հետապնդումը դադարեցնելու, այդ ես ենթադրում եմ։ Այդտեղ արդեն մարդիկ կտեսնեն, թե ինչեր են արել այդ օրերին, որպեսզի մութ սենյակում կատուներ փնտրեն եւ գտնեն, որոնք որ ուղղակի չեն եղել այդ մութ սենյակում։ Հիմա այս պայմաններում ո՞ւց են նեղանում։ Ես այստեղ կուզեմ երկու բան ավելացնել, հա, մինչև փաստորեն բացի ռեպրեսիվ գործիքներից, Նիկոլը ունի նաև քարոզչական գործիքներ եւ տեսնում է, որ հիմա քարոզչական գործիքները լավ չեն աշխատում։ Ուրեմն այդ լրագրողների հանդեպ, ну, չասենք բռնությունը, բայց լրագրողների հանդեպ թշնամական վերաբերմունքը, հա, ընդ որում ասենք Սուքսյան Խաչիկի ասածը ես նույնիսկ նկատում եմ ոչ թե որպես իր կողմից ասած խոսք, այլ որպես ասենք Նիկոլի հրաման, որ ես այսքան Արցախի դեմ գործողություն եմ արել, մի հատ խոսք ասա, տեսնեք, աշխատել է իմ ասածը թե չէ։ Ամեն դեպքում քարոզչական ապարատը ուժեղացնելու համար տես ինչ են անում։ Ուրեմն առաջինը այդ հեռուստա ռադիո հանձնաժողովի նախագահ փաստորեն հայտարարեց, որ իր ունեցած լիազորությունները բավարար չեն եւ իրը պետքա նաեւ ինտերնետի նկատմամբ վերահսկողություն։ Սա փաստորեն շատ հետաքրքիր կարևոր քայլ է եւ երկրորդ ուրեմն ստեղծում են ինչ-որ ֆոնդ, որը որ պետքա ֆինանսավորի հեռուստատեսություններին։ Ուրեմն պարզ չի ինչ սկզբունքներով, պարզ չի ինչպեսի կոնտենտ պետք է ստեղծի հեռուստատեսությունները, հա, այդ փողերով, տրվող փողերով։ Փաստորեն դուրս է գալիս, որ արդեն գաղտնիք չի երևի, չէ, որ գովազդները բավարար չեն, որպեսզի հեռուստատեսությունները գոյատևեն եւ ասենք Նիկոլա այս կամ այն օլիգարխին խնդրում է, որ նրանք օժանդակեն հեռուստատեսություններին, փաստորեն կամ նրանք են հրաժարվում դրանից, կամ դա արդեն բավարար չի, եւ ուզում են բյուջեի հաշվին, փաստորեն կաշառել հեռուստատեսությունների, չգիտեմ, ամեն դեպքում փաստորեն բյուջեական փողեր են լցնում դրա մեջ, հա, եթե առաջ մեն համեկի վրա էր գնում, հիմա Սկանում ես քարոզչական դաշտել են ուժեղացնում։ Հա, այդ լավ ներկայացրեցիր, հա, կոնկրետ քայլերով, այսինքն փորձելով ինտերնետի նկատմամբ վերահսկողություն ստանալ, փորձելով ուրեմն բյուջեի փողերով կաշառել լրագրողներին, այնպես որ ես կարծում եմ, որ բավականին մեծ են վախերը։ Դե հա, իրականում այս շատ կարևոր գործոն է, լրագրողների նկատմամբ վերաբերմունքը առաջի դեպքում։ Բազմաթիվ օրինակներ կարող ենք ասել, Հռիփսիմե Ջեբեջյանի օրինակը շատ վաղ անցյալում չէր, լրագրողների, որ փորձում էին լրիվ ցիվիլ բողոքի գործողություն անեն դրանից հետո, որ զինված Ալենի բաները, այդ զինված ախրանները, հա, այդպես անհասկանալի մարդիկ եկան ճնշեցին, դա էլ շատ երկար ժամանակ առաջ չէր, իսկ եթե sense գնում ենք ամիս առ ամիս, մի քանի ամիս առաջ, շատ ավելի շատ խնդիրներ ենք մենք կարող նկատել այստեղ, բայց նաև ասենք, որ օրինակ նույն Գյումրիի նորընտիր արդեն քաղաքապետի մասով ես այդտեղ խնդիրներ եմ տեսնում լրագրողների այդ շփման հետ կապված եւ ես շատ մեղմ ասեմ, շատ հույս ունեմ, որ մարդիկ կլինեն ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, որ Վարդան Ղուկասյանի հետ կարողանան կոմունիկացիա
իրականացնել, որ լրագրողների հետ մի քիչ ավելի 21-րդ դարի սկզբունքներին համապատասխան լինի շփումը, ինչ որ ագրեսիվ բաներ չլինեն, դա զուտ որպես բարի խորհուրդ, որովհետև դա հաստատ ոչ մի լավ տեղ չի բերելու։ Առհասարակ լրագրողների նկատմամբ պետքա տեսեք հիմա ընդդիմադիր քաղաքապետ ունի Գյումրին, դա շատ կարևոր է, բայց մեր բոլորի խնդիրն է նաև բացառապես բարի նպատակներից ելնելով ամեն ինչ անել, որ Գյումրին չդառնա նիկոլականների համար տենց ինչ որ միտեղ, որ ասեն, տեսեք, դուք մեզ այդտեղ մերժեցիք, բերեցիք մեկ այլ քաղաքապետ, ընդդիմության ներկայացուցիչ ու տեսեք պրավալ եղավ։ Մեր ոչ մեկին պետք չի, որ այդպես լինի։ Համար ես համարում եմ բոլորիս պարտքն է, եթե ինչ որ մի բան եք նկատում, հրապարակավ դրա մասին խոսել, ու ես դա նկատել եմ լրագրողների մասով, հիմա ասում եմ, որ լավ կլինի, որ այդ խնդիրը անպայման լուծվի։ Ակնհայտորեն ցանկացած սայթակում նոր քաղաքապետի կողմից ասեմ լուլուխտ են դարձնելու իշխանական ու պետքա տեղ չտալ։ Տեսեք, այստեղ խնդիրը որն է իրականում նիկոլական պրոպագանդան արդեն այս ուղղությամբ աշխատում է ցույց տալու համար, որ դե տեսեք մեր այլընտրանքը Վարդան Ղուկասյանն է, մեր այլընտրանքը այս մարդիկ են, այս սերնդի մարդիկ են, որոնց հետ կապված ինչ-որ պատմություններ են ասում, ես չգիտեմ դրանց իրականությունը, Գյումրիի հետ կապված ինչ-որ հազար բաներ։ Ես նայում եմ, տեսնում եմ մարդը լիքը բաներ ասում, որոնց շատ բաների հետ համաձայն եմ։ Մարդը ուղիղ դնում ցեղասպանություն ուրացողների դեմ է խոսում, ուղիղ դնում Արցախ հանձնողների դեմ է խոսում։ Եվ այլն։ Չգիտեմ, վերջի անգամ մեր իրականության մեջ ով էր մեջբերել Գրիգոր Տաթևացի, մարդը շատ հետաքրքիր հաճախ տեղին մեջբերումներ անում Գրիգոր Տաթևացուց։ Ուզում եմ ասեմ, ասենց դրական բաներ եմ ես տեսնում։ Բայց այդ պրոպագանդայի մեջ ճշմարտության որոշակի էլեմենտ կա այն առումով, որ նաև տարիքային խնդիր կա։ Եվ ես այսօր նկատեցի, երեք նկատեցի ինագուրացիայի ժամանակ, որ Վարդան Ղուկասյանը ինքն էլ է խոսում դրա մասին, ասում այո, ես բավական մեծ տարիքի եմ եւ սովորաբար այս տարիքում այսպիսի բաներ չեն անում, բայց ես արել եմ SSS ինչ որ դրական բաներ ա բերում, այս պատճառներով եւ այլն։ Այսինքն մենք պետք է նաեւ ցույց տանք, որ իրականում հաջորդ փուլում Նիկոլա Զերծումից հետո Հայաստանը ոչ միայն եւ ոչ այնքան Վարդան Ղուկասյանի պես մարդիկ պետք է լինեն, այլ որքան այլ մարդիկ։ Օրինակ նույն Գյումրիի այդ ավականու կազմից դե ելույթ ունեցան հենց առաջի օրն էլ շատ դիպուկ ելույթներ նաև շատ լավ ելույթներ նաև ինագուրացիայի օրը մեր ընկերն է սուբյեկտիվ եմ, բայց պետք է ասեմ առաջի հերթին Ռուբեն Մխիթարյանին, բայց ոչ միայն Ռուբեն Մխիթարյանին, օրինակ այն Կարենն էլ բավական դրական տպավորություն է իմ մոտ թողնում, էլի նույն սերնդի մարդիկ են, չէ։ Այսինքն ես ավելի շատ տեսնում եմ, որ այս սերունդը պետք է ավելի շատ երևա, որ մարդիկ իրանց մեջ տեսնեն այլընտրանքը, այլ ոչ թե ավելի առաջավոր տարիք ունեցող մարդկանց մեջ, ինչ ես կարծում։ Դու որպես երիտասարդ, մեր մեջի երիտասարդ հարթ դա այդպես է, բացարձակ ճշմարտությունը, որ մեր մոտ իշխանության սերնդափոխությունը շատ անհաջող անցավ, ուրեմն ջահելների փոխարեն լակոտներ եկան իշխանության եւ այս ամեն ինչը բերում է ուրեմն որոշակի դիսոնանսի, այսինքն վախ կարող է առաջանալ ջահելների գալուց եւ պետք է այս տիպի ստերեոտիպները ջարդել, էլի։ Դե ինչ, կարծում եմ սրանով կարող ենք այսօրվա ծովից ծովը եզրափակել, սկզբից մոռացա ասել, այսօր մեր եկեղեցին եւ ոնց որ թե աշխարհում այս տարի համընկել է ոնց որ թե բոլոր ավանդական եկեղեցիները նշում են Սուրբ Զատիկը, Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, շնորհավորում ենք բոլոր քրիստոնյաներին, հատկապես նրանք, ովքեր որ նաեւ հոգեվոր բովանդակություն են այս ամեն ինչի մեջ տեսնում, հուսով ենք, որ այս տոնը մի նոր լույսի շող կլինի, մի նոր դուռ կբացի եւ ինչ որ նոր լուծումներ կգտնենք մեր երկրի արժեվ կանգնած այս խայտարակ իրավիճակից վերջապես դուրս գալու գոնե ճանապարհին կանգնելու համար։ Ես միացնում եմ իմ շնորհավորանքները այս պայծառ տոնի հետ կապված։ Շնորհակալություն, հաջողություն, կրկնենք, եթե հնարավորություն ունենք մեր գործընկերներին Anti-Fake-ի կարող եք օգնել, նկարագրության մեջ բոլոր եղանակները նշված են,
Նաև խնդրում ենք լայք դնել, մեկնաբանություններ թողնել, որոնք մենք անպայման կարդում ենք եւ փորձում ենք հարկ եղած դեպքում քննարկել, հարկ եղած դեպքում հաղորդումը ավելի շտկել ձեր մեկնաբանությունների հիման վրա։ Ստեսյուն մինչև մյուս կիրակի 20:00 Երևանի ժամանակով 9 AM արևմտյան ափի Ամերիկայի արևմտյան ափի ժամանակով։ Ստեսյուն ձեզ։